Ինչ է մահը։ Մահ բառը, եթե վերցանելու լինենք, պարզապես շատ պարզ բառը փորձենք ձևակերպել, նշանակում է մարմինը առանց հոգու։ Մենք գիտենք, որ մարդը միայն մարմնավոր գոյություն չէ։ Այսինքն մարդը կենդանուց ինչով է տարբերվում, որ ունի մարմին եւ ամենակարևորը ունի նաեւ հոգի։ Եվ դրա համար երբեմն երբ մենք մեր մարմնի մասին ենք հոգ տանում, ուտելով, խնամելով մարմինը, մեր կյանքի ընթացքում երբեմն եւ շատ հաճախ պիտի հոգ տանենք մեր հոգու մասին, որովհետեւ երբ որ մենք մեր հոգու մասին հոգ չենք տանում, մեր հոգին ունակ է մեռնելու։ Երբ որ մարդուն մենք կնքում ենք, մկրտում ենք, շատ կարևոր մի հատված կա, որտեղ ասվում է աչքերը օծելուց, ասում ենք, որպեսզի քո աչքերը երբեք հոգեվոր մահ չտեսնեն։ Մարդը կարող է ֆիզիկապես ապրել, բայց հոգեվոր իմաստով մահացած լինել։ Ինքը ֆիզիկապես գոյություն ունի, բայց երբ որ իրեն տեսնում ես, կարծես հոգին չի գործում, որտեղ ինքը իր հոգու մասին չի մտածում, այսինքն հոգին չի կերակրում աղոթքով եւ իր հոգին կերակրվում է անընդհատ մեղքով։ Իսկ Պողոս Առաքյալն ինչի ասում, մեղքի վարձը մահն է, որտեղ ինչ արեց մեղքը, մեղքը տարավ մահվանը։ Ադամն ու Եվան մինչև մեղքի ճաշակելը, պտղի ճաշակելը, ինչ էին անմահ էին, չէ՞։ Աստված իրենց տվել է շնորհ անմահ լինելու, իրենք չպիտի մեռնեին։ Բայց իրենց առջև դրել էր մի պայման։ Դրա համար կա մի պայման։ Եթե դուք չճաշակեք մեղքը, այն ծառի պտուղը, որն արգելված է ձեզ։ Եվ ինչ ստացվեց, որ Ադամն ու Եվան Տիրոջ պատգամին չլսելով, նաև հպարտությունը որպես այդպիսին միջոց դարձավ, որովհետև Սատանան ինչ կերպարանքով մտավ օծի կերպարանքով եւ օծը ինչ թելադրեց Եվային, հպարտություն ներարկեց Եվայի մեջ, ասելով ինչի դուք չեք կարող Աստված դառնալ։ Ինչի է Աստված ասել, որ դուք չեք կարող իրեն պես դառնալ, որովհետեւ եթե դուք ուտեք այդ պտուղը, դուք Աստծու պես եք դառնալու։ Եվ ինչ ստացվեց, իրենք ճաշակեցին մեղքը, ճաշակեցին եւ մեղքը մտավ աշխարհ, յուրաքանչյուրս մենք ծնվելուց ունենում ենք ադամական մեղքը։ Մենք այդ մեղքի ժառանգական կրողներն ենք։ Եվ մկրտությամբ նոր ադամական մեղքը մարդուց մաքրվում է։ Եվ Ադամի Եվայի գործած մեղքի պատճառով մահը եկավ աշխարհ։ Անմահության փոխարեն իրենք մահ ժառանգեցին։ Եվ դրա համար Աստված ասեց՝ ելավ, եթե իմ հրամանին չանսացիք, չլսեցիք իմ հրամանը, ուրեմն Ադամ հողից էր ստեղծվել եւ կրկին դատապարտված է հողը դառնալու։ Եվ անիծեց Աստված եւ վտարեց, արտաքսեց դրախտից Ադամին ու Եվային։ Դրախտը ինչն է։ Աստծո ներկայությունը։ Մեզ համար այս կյանքում էլ մենք կարող ենք Աստծո ներկայության դրախտ ստեղծել մեզ համար։ Եթե մենք Աստծո ներկայությունը ունենք, ուրեմն մենք ապրում ենք դրախտային իրականության մեջ։ Եվ իրենք Ադամն ու Եվան չհասկացան այն մեծ շնորհը, որ իրենց տրված էր անմահ լինելու։ Իրենք գերադասեցին մեղքի պտուղը ժառանգելու եւ ժառանգեցին մեղքը եւ արդյունքում վաստակեցին մահ։ Եվ դրա համար Պողոս Առաքյալն ասում է մեղքի վարձը մահն է։ Ով որ անընդհատ մեղքի մեջ է, իր հոգին առաջնորդում է մահվան։ Եվ դրա համար մեզ համար մահը ամենացավալի իրողությունն է։ Ամենատագնապալի իրողություն։ Եթե մեկը կանգնի ու ասի ես մահից չեմ վախենում, այո, մեծապես ես պիտի ուրախություն եւ զարմանք ապրեմ, որ ինքը մահից չի վախենում, բայց բոլորս էլ մահից վախենում ենք։ Ինչու՞։ Բոլորս մահից վախենում ենք։ Նույնիսկ երբ որ մենք կհորջորջանք, որ մահից չենք վախենում, երբ որ գալիս է մի իրականություն, երբ որ մենք կանգնած ենք կյանքի ու մահվան սահմանագոտում, ենթադրենք վթար է տեղի ունեցել կամ այլ իրողություն, մենք փոքրիկ տագնապ վախ ենք ապրում, թե ինչ կլինի հաջորդիվ, մենք արդյոք կմեռնենք, թե ոչ։ Այդ մահվան վախը բոլորին համակում է։ Մենք բոլորս էլ ունենք մահվան տագնապը, մահվան վախը։ Բայց Պողոս Առաքյալը շատ տարբեր օրինակներով ասում է, ինչու եք վախենում մահից։ Վախենում ենք, որովհետև մենք շատ աշխարհիկացված ենք։ Վախենում ենք, որովհետև մենք շատ կապված ենք աշխարհիկի հետ։ Պողոս Առաքյալն ասում է, մեր Տերը հաղթեց մահվանը, որովհետև մտավ դժոխքը ավերեց Քրիստոս եւ ասեց՝ ուր է մահ քո խայթոցը եւ ուր է գերեզման քո հաղթությունը։ Ես հաղթեցի մահվանը։
Քրիստոս հաղթեց մահվանը։ Ուրեմն եթե մեր Տերը հաղթել է մահվանը, մենք ոչնչից այս կյանքում վախենալու պետք չունենք։ Քրիստոնյան իրավունք չունի եւ պետք չունի որևէ բանից վախենալու, այս դեպքում նաեւ ինչու՞ չէ մահից, որովհետեւ մենք շատ լավ հասկանում ենք, որ մահը կյանքի ավարտ չէ, այսինքն այս ժամանակավոր կյանքը, որ մեզ տրված է, այս ժամանակավոր կյանքը տրված է, որպեսզի մենք կարողանանք հավիտենական կյանքի համար գործեր անել եւ ժառանգել հավիտենական կյանքը, որպեսզի մենք մեր հոգին առաջնորդենք փրկության, որովհետեւ մարդու մարմինը այո կարող է հողը դրվել եւ հող դառնալ, բայց մարդու հոգին ինքը հավիտենական է, ինքը մշտապես կա եւ գոյություն ունի եւ մենք այս կյանքում, այս երկրավոր կյանքում պարզապես պետք է մեր հոգին առաջնորդենք փրկության, մեր հոգին տանենք փրկության, լավ գործերով, բարի գործերով եւ արժանի կերպով կերակրենք մեր հոգին այնպես, սնենք մեր հոգին այնպես աղոթքով, անհրաժեշտ պատրաստությամբ, որպեսզի երբ որ ժամանակը գա եւ Աստված մեր հոգին պահանջի մեզանից, մենք կարողանանք անարգել եւ առանց որևէ խնդրի մեր հոգին տալ Աստծուն եւ ասել քոնը քեզ դու ես շնորհել մեզ կյանք եւ դու էլ կյանքը վերցնողն ես։ Ուրեմն մահը երբեք ու երբեք պատիժ չէ։ Հաճախ մարդիկ մահվան իրողությունը ընկալում են որպես պատիժ։ Պատիժ չէ, մահը շնորհ է։ Աստված շնորհ է անում, որպեսզի մարդը այս նյութական ժամանակավոր հիվանդությամբ լեցուն դժվար փորձություններով լեցուն կյանքից իր հոգին առաջնորդի Տիրոջ մոտ։ Ի վերջո քրիստոնյայի համար գերագույն նպատակը ո՞րն է։ Իր հոգու փրկությունը։ Մենք ապրում ենք այստեղ շատ դժվարություններով, ժամանակավոր է մեր կյանքը, հոգնություն կա, հիվանդություն կա, տարատեսակ փորձություններ կան եւ այլն։ Աստված մեզ ազատում է այս ամենից, այս դժվար կյանքից եւ մեր հոգին առաջնորդում փրկության։ Ուրեմն մենք ունենք խնդիր եւ այդ խնդիրը մեր հոգիների փրկությունն է։ Թե ինչպես կօգտագործենք այս ժամանակավոր կյանքը մեր հոգին առաջնորդելու փրկության, որովհետեւ ինչպես Սուրբ գրքում է ասվում, եթե մարդը իմանա, թե գողը երբ կգա գողություն կանի, անհրաժեշտ պատրաստություն կտեսնի, որ գողը չգա, չվնասի եւ գողություն չանի։ Նույնպես եւ մենք չգիտենք, թե մեր մահվան ժամանակը երբ կգա, ով գիտի հաջորդ վայրկյանին իր հետ ինչ տեղի կունենա։ Դրա համար Սուրբ Գիրքն ասում է. չպիտի թույլ տաս, որ արևը մայր մտնի քո գործած մեղքի վրա, արևը մայր մտնի քո գործած բարկության վրա։ Երբ որ գիշերը քնելուց առաջ գլուխդ բարձին կդնես, մի պահ մտածես, ով եմ եղել ես այսօր։ Եվ եթե Աստված հենց այսօր պահանջի իմ հոգին, ես պատրաստ եմ Աստծո դատաստանի առջև կանգնելու։ Ով եղա ես այսօր, քանի մարդու վատություն արեցի, քանիսին լավություն արեցի, եւ արդյոք ես իմ հոգին հենց այսօր առաջնորդեցի փրկության, արդյոք ես իմ մեղքերի համար եւ մեղքերի դիմաց Աստծուց ներում խնդրեցի, եւ մենք ամեն օր պիտի այդ օրվա հաշվետվությունը տանք Աստծուն։ Չպիտի թողնենք, որ այսօրվա գործած մեղքի վրա արևը մայր մտնի։ Թողնենք, որ այսօրվա մեղքին կուտակվի հաջորդ օրվա մեղքը եւ այսպես շարունակաբար։ Այդպես մեր հոգին պարզապես պիտի գոյություն չունենա, պիտի մեռնի մեր հոգին։ Եվ դրա համար մենք յուրաքանչյուր օր պիտի պատրաստ լինենք, որ այսօր կարող է լինել մեր վերջին օրը։ Այո, հենց այսօր կարող է լինել իմ վերջին օրը։ Եվ ով է որոշում, թե իր վերջին օրը կարող է լինել տասնյակ տարի, նույնիսկ 90 տարեկան տատիկին, եթե հարցես, ինքը հույս ունի, որ այդ տարի էլ է ապրելու։ Մյուս տարին էլ է ապրելու։ Ինքը չի մտածում երբեք, որ ինքը այս տարի կարող է մեռնել։ Եվ որևէ մեկը չի մտածում, որ ինքն այս տարի կարող է մեռնել։ Ուրեմն մահը կարող է վրա հասնել շատ անսպասելի, բայց քրիստոնյայի համար անսպասելի որևէ բան չպիտի գոյություն ունենա։ Ինքը պետք է ամեն վայրկյան սպասի, որ Աստված իր հոգին պիտի վերցնի։ Ես մի հիվանդ, անբուժելի հիվանդությամբ տառապող կնոջ եմ ճանաչում, ով սովորաբար այդպիսի դեպքերում մարդիկ Աստծուն են մեղադրում, ասում են ինչու էսպես եղավ, որոշակի տրտմություն են ունենում, դժգոհություն են ունենում, Աստծու դեմ են փորձում խոսել, այդ կինն ասում էր ես շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ ինձ այս հիվանդությունը տվեց, որովհետև ես նախ այս հիվանդությամբ շատ բան պիտի սովորեմ եւ եթե այս հիվանդությունը պիտի ինձ առաջնորդի մահվան, ես ուրախ եմ, որովհետև գիտեմ, որ Աստծուն եմ տեսնելու։ Այսինքն նաև հնարավոր է այդ հիվանդության շնորհիվ մարդը դարձի գա եւ աղոթի եւ հաղթի։ Այո, Հիսուս Քրիստոսով հաղթի մահվանը եւ առողջանա բժշկվել։ Կարող է առողջանալ եւ բժշկվել եւ դրա համար այստեղ շատ կարեւոր է
հավատքը, այստեղ օգնության է գալիս մարդուն հավատքը։ Ինչ է նշանակում հավատք։ Հավատ նշանակում է վստահություն։ Մենք ինչու ենք վախենում մահվանից, որովհետև մենք անհրաժեշտ վստահություն չունենք Աստծու նկատմամբ։ Մենք մեզ ամբողջովին Աստծուն չենք հանձնել, ասելով, որ դու մեր Տերն ես, մեր իշխանն ես, դու լավ գիտես մեզ, ինձանից ավելի լավ ինչ ճանաչում ես, ես քեզ վստահում եմ։ Դրա համար մեր վստահությունը, մեր հավատքը պիտի լինի Աբրահամի հավատքի պես։ Այսօր որևէ մեկիս այսօրվա իրականության մեջ, եթե Աստված նույն բանն ասի, ինձ, քեզ, մյուսին, մենք արդյոք պատրաստ ենք դա անելու, արդյոք պատրաստ ենք մեր միակ մինուճարին վերցնելու, տանելու, փայտի վրա դնելու եւ զոհաբերելու, որովհետեւ մեզ այդպես պատվիրել է, պատգամել է Աստված։ Արդյոք մենք կարող ենք նույն բանն անել, բայց Աբրահամը չերկմտեց։ Աբրահամը նույնիսկ մեկ նախադասությամբ Աստծուն չասած ինչու պիտի անեմ, վստահեց Աստծուն, տարավ եւ երբ որ կրակը պիտի վառեր, Աստված Իսահակին վերցրեց եւ թույլ չտվեց, որ դա տեղի ունենա։ Բայց այստեղ կարևոր է Աբրահամի հավատքը, Աբրահամի վստահությունը, նույն վստահությունը պիտի մենք ունենանք Աստծո հանդեպ։ Եվ եթե մենք ունենանք այդ վստահությունը, մենք երբեք ու երբեք մահից չենք վախենա, որտեղ մեզ համար մահը պարզապես պիտի լինի միջոց Աստծուն հանդիպելու, ուրախության միջոց, որ դու պիտի տեսնես Աստծո դեմքը։ Քրիստոնյայի նպատակը հենց սա է, Աստծուն տեսնել։ Մահը միջոց է, շնորհ է, Աստծուց տրված շնորհ է, որպեսզի մենք Աստծուն տեսնենք եւ մեր տանջալի կյանքից ազատագրվելով, այս կյանքից ազատագրվելով գնանք հավիտենական արքայությունը ժառանգելու եւ Տիրոջ արքայության մեջ հանգստանալու, Տիրոջ գրկում հանգստանալու, Աբրահամի գիրկը հանգչելու։ Իսկ երբ որ մենք աշխարհիկ աչքերով ենք նայում մահվանը, մտածելով, որ մեր հարազատը մահացավ, մեր զինվորը մահացավ, ցավալի իրողություն է մեր երկրում, հազարավոր զինվորների մահ, հազարավոր հուսալքված ծնողներ, սարսափելի իրականություն է։ Ես շատ լավ հասկանում եմ բոլոր ծնողներին։ Երբեմն այո, շատ ծնողների պարագային դա համարվում է կյանքի վերջ, իրենց զավակի կորուստը իրենց կյանքի վերջն է, անիմաստ են իրենք համարում այլևս կյանքի շարունակականությունը։ Բայց նաև գիտեմ հակառակ պատկերը, ծնողներ, որոնք գալիս են պատարագի ամեն կիրակի եւ իրենց հույսը Աստված է եւ իրենք շարունակում են հուսալ Աստծուն, չմեղադրել Աստծուն, շարունակում են Աստծով գոտեպնդված ապրել եւ հաղթահարել այդ ցավը, որովհետեւ այդ մխիթարությունը միայն Աստված կարող է տալ։ Զինվորը կորցրած ծնողի մխիթարությունը միայն Աստված կարող է շնորհել։ Եվ մեր զինվորների ծնողները այդ մխիթարությունը պիտի գտնեն Աստծու մեջ, որտեղ եթե դու Աստծու հետ ես, դու Աստծով ես կարողանում հաղթարել այդ ամեն ինչը, այդ անհրաժեշտ հոգևոր գիտակցությունը գալիս է քո վրա, թե քո տղան, քո զավակդ, քո զինվորդ ինչի համար կյանքը տվեց եւ արդյոք այս ժամանակավոր կյանքը այդքան կարևոր է, որովհետև իրենք Աստծո դեմքը պիտի տեսնեն, իրենց զավակները Աստծո մոտ պիտի գնան, իրենց զավակների փրկության համար այսօր մենք պիտի յուրաքանչյուրս աղոթք բարձրացնենք իրենց հոգիների հանգստության համար, եւ իրենք էլ կարող են այդ ցավը հաղթահարել, այդ մորմոքը հաղթահարել Աստծո հետ միասին, որովհետև շատ զինվորների ծնողների համար դա հուսահատություն է, նույնիսկ երբեմն այն աստիճան հուսալքություն ու հուսահատություն, որ իրենք փորձում են իրենց կյանքի վրա ձեռք բարձրացնել, ինչը որ աններելի մեղք է։ Ինքնասպանությունը սարսափելի մեղք է եւ այդ նույնիսկ ինքնասպանություն գործած մարդու վրա եկեղեցականը չի գնում եւ կարգ չի կատարում, հուղարկավորության կարգ չի կատարում։ Եվ դրա համար շատ կարևոր է, որ մենք այդ ցավը, այդ տրտունջը հաղթարենք Աստծո հետ միասին։ Մենք մարդիկս այո կարող ենք մխիթարել զինվորի ծնողին կամ առհասարակ որևէ մեկին, ով որ կորուստ է տեսել, բայց այդ մխիթարությունը կիսատ պիտի մնա, եթե Աստված ներկա չի այնտեղ։ Ուրեմն Աստծո ներկայությունը կատարյալ է դարձնում մխիթարությունը եւ մարդիկ կարողանում են գոտեպնդվել, մխիթարվել Աստծո ներկայության մեջ։ Այս կյանքը ժամանակավոր է, եկել ենք յուրաբար, այն ինչ որ մենք ձգտում ենք, ստեղծում ենք, նյութական, բարեկեցություն, բոլորն էլ ձգտում են բարեկեցության։ Այս կյանքում ձգտում են ստեղծել իրենց կյանքի համար բարեկեցիկ պայմաններ եւ այլն, երբեմն ունեցվածքներ դիզել եւ այլն։ Ալեքսանդր Մեծը, որ ամբողջ աշխարհն ու Եվրոպան գրավեց, ասեց, երբ որ ինձ ուղարկավորելու կլինեք, ձեռքերս դագաղից դուրս արեք, որ մարդիկ տեսնեն ամբողջ աշխարհը գրավեցի, բայց ինձ հետ ոչինչ չկարողացա տանել եւ չեմ տանում ինձ հետ ոչինչ, բայց մի բան կարող է տանել։ Մի բան, որը միջոց ու պատճառ պիտի լինի Աստծո առջև դատաստանի օրը կանգնելու եւ այդ մի բանը վկայություն պիտի լինի իր ապրած կյանքի։ Դա այս կյանքում գործած բարիքն է։
մարդկանց պիտի օգնես, մարդկանց պիտի ներես նախ եւ առաջ ամենակարևոր բանը եւ այն ինչ որ քեզանից պիտի կտրես եւ տաս մարդկանց դա Աստծո կողմից անուշահոտ զոհաբերություն է որ դատաստանի օրը Աստված այդ ամենը պիտի նկատի առնի եւ մեր փրկության համար այդ ամենը շատ կարեւոր նշանակություն ունեն ուրեմն մենք այսօր այս կարեւոր ժամանակահատվածում մեր կյանքի ժամանակահատվածում պիտի շատ բարիք գործենք որպեսզի պատրաստ լինենք իսկապես Տիրոջ ահեղ դատաստանի առջև կանգնելու յուրաքանչյուր հավատացյալի հոգու միակ մխիթարությունն այդ է որ մենք այս կյանքից հետո պիտի հանդիպենք Աստծուն Պողոս Առաքյալն ինչ է ասում ասում է եթե չկա հարություն եթե դուք չեք հավատում հարությանը ուրեմն զուր է մեր քարոզությունը Եվ զուր է ձեր հավատքը, ամեն ինչ ինքնախաբեություն է։ Ուրեմն եթե Քրիստոս հարություն է առել, այո Քրիստոսի հարության օրինակով մենք էլ պիտի հարություն առնենք, Քրիստոս երախայրիկն էր, հարության միակ օրինակն էր, որով պիտի համընդհանուր հարություն տեղի ունենա վերջին դատաստանի ժամանակ, երբ ննջեցյալները պիտի գերեզմանից վեր հառնեն իրենց մարմնով Եվ պիտի Տիրոջ դատաստանի առջև կանգնեն։ Մեր հավատքն է, մեր եկեղեցու վարդապետությունն է, Սուրբ Գրքի քարոզությունն է սա, որ պիտի բոլորը հարություն առնեն եւ Տիրոջ դատաստանի առջև կանգնեն։ Նրանք, ովքեր ինչպես մեր հավատամքն է ասում, արդարոցն կյանք հավիտենական եւ մեղավորացն տանջանք հավիտենական։ Նրանք, ովքեր արդար են հավիտենական կյանքի համար, պիտի հարություն առնեն, ովքեր մեղավոր են, պիտի հարություն առնեն հավիտենական տանջանքի համար, դժոխքի եւ դրախտի համար, այսինքն դրախտի եւ դժոխքի։ Սա է մեր քրիստոնեական վարդապետությունը եւ մենք պիտի այս հոգեվոր հասունությունը անհրաժեշտ ունենանք, եթե մենք այդ չափավոր հոգեվոր հասունությունը ունեցանք, մեր անձերը այդ հոգեվոր հասունության մեջ դաստիարակեցինք, այո մենք կարող ենք մահը ընկալել որպես շնորհ, որպես ուրախություն եւ ոչ թե տանջանք եւ ոչ թե ցավ եւ մեր հարազատի մահը կարող է մեզ համար եւս մեկ անգամ առիթ դառնալ Աստծուն գտնելու, Աստծով մխիթարվելու